Նիկոլի խնդալու վիդեոների ամենատարածված տեղը գիտեք որն է։ Դպրոցները, բանակը։ Ձեզ եթե թվում է, թե երեխաները քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, չարաչար սխալվում եք։ Մայրը նամակ է գրել, ասում է, երեխային ասում եմ, պարոն վարչապետն է ձեր դպրոց գալու, երրորդ դասանի երեխան պատասխանում է, բայց որ ինքը դավաճան է, ինչ եք ասում, պարոն վարչապետ։ Ամեն անգամ, ամեն օր կրակոցների ֆոնին նամակների տարափ է, զինվորը գրում է, այդ դավաճանը հիմա ինչ է մոգոնել։ Երիտասարդը զորակոչվում է բանակ, նամակ է գրում արդեն, որ սկսել է հաղորդումներ նայել ընդդիմադիր, որովհետև ձեր արածը սկսում է իր մաշկի վրա զգալ այնտեղ սահմանին։ Բայց սա այսօր ազգային ժողովի ամբնից խոսում է զինվորների ապահովության մասին, աշխատավարձի մասին, ասում է 582 000 դրամ ստացող շարքային զինվորական կա։ Այո, մի 60,000-ից կարող է մի հոգին այդքան ստանում է, լավ 10 հոգի, բա հետո։ Իսկ քանի 100 սահմանապահ կա, որ դիմում է գրել ու դուրս եկել գործից, քանի որ սահմանապահների գումարը 30-ից 50%-ով քչացրել եք։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը երեկ ասում էր, մարդուն տանում եք վարժական հավաքների, ասում եք աշխատավարձից 40,000 դրամը կպահենք որպես համազգեստի փող։ Պաշտպանության փոխնախարարը անտեղյակ դեմքով ասում է, դեպք ասեք ուսումնասիրենք։ Լուրջ տեղյակ չեք։ Ամեն ամիս հազարներին տանում եք ու համատարած այդ վիճակն է։